ավելի ծանր, ավելի լուրջ խնդիրների։ Սա այս ակցիային նաև մասնակցելը մեր ուղղակի բան չէր, հա, ուղղակի սատան չէր, սա մեր օրինակ իմ գործունեության տրամաբանական շարունակությունն է, մարդ որը 25 տարի զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ եւ միշտ խոսել է բանակի խնդիրների մասին, որովհետեւ շատերն են մեղադրում, ասում են դուք չարաշահում եք մարդկանց զգացմունքները, գալիս եք PR-վելու, մենք ուղիղ հակառակը, մեր պարագայում սա PR-վել չի, եթե մարդը 25 տարի զբաղվել է բանակում սպանված զինվորների խաղաղ պայմաններում սպանված զինվորների համար, այսօր մեր այստեղ գտնվելը շատ տրամաբանական է, ես կարծում եմ, որ անգամ նրանք, ովքեր չեն զբաղվել ինչ-որ ժամանակ, նրանք էլ պիտի այստեղ լինեն, բոլոր քաղաքական ուժերը պիտի այստեղ լինեն, որտեղ այս այդ հարցը չի, որտեղ իմն ու քոնը կա, զինվորի իմ ու քոնը չկա, հարազատներին սատարելու հարցում իմ ու քոնը չկա, այս այն հարցն է, որը եթե մենք այսօր չկարողացանք բարձրաձայնելու այս խնդիրը վերջնական լուծում տալ կամ համախմբվել այս մարդկանց կողքը, մենք բավական լուրջ խնդիր ենք ունենալու։ Կին Կարապետյան, ասացիք տարիներ շարունակ զբաղվել եք բանակում սպանությունների դեպքերով։ Ես հիշում եմ էլի իրավապաշտպաններ կային, որոնք ժամանակին ակտիվ էին այս թեմաներով, այսպես կոչված նախկինների ժամանակ, բայց ներկաների ժամանակ այսպես ծպտունները դուրս չի գալիս։ Ուր են այդ իրավապաշտպանները։ Մի մասը սիրում էր պարկել, մի մասը կանգնած էր բողոքում, բայց չենք տեսնում նրանց այս։ Եկեք այդ հարցը ես էլ ինձ իրավունք վերապայեմ, հարցը ժողովուրդ ուր եք ասում, իրավապաշտպաններ, հարգելի գործընկեր, նախկին գործընկերներ, ուր եք, որովհետև զինվորը չի լինում նախկին ու ներկա, զինվորը քո զինվորն է, բանակը քո բանակն է, պատերազմը նաև քո պատերազմն է։ Ես չեմ կարծում, որ այդ մարդկանց շրջապատում չեն եղել մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմին, զոհվել են պատերազմում, անհետ կորել են պատերազմում, վիրավորվել են այդ պատերազմում։ Չեմ կարծում, որ իմ նախկին գործունեության ոլորտից մարդիկ կան, ովքեր Արցախում երբեք չեն եղել, չեն շփվել, չեն ճանաչում մարդկանց, ունեզրկված, ցեղասպանված մարդկանց չեն ճանաչում։ Ժողովուրդ, հարցը ես էլ եմ տալի, ուր եք, որովհետև սա հենց ձեր ուղիղ աշխատանքի մեջ է մտնում։ Մարդու իրավունքների մասին է խոսքը։ Ծնողը երեխային տվել է պետությանը ու իրան անգամ տեղյակ չեն պահում, չեն կներեք բառի համար լայախ չեն անում բացատրել, թե ինչ գործունեություններ ակցել, ով է մեղավոր եղել, ում պատասխանության հարցն են բարձրացրել եւ առհասարակ այս խնդիրը ոնց են պատրաստվում լուծել։ Ուղղակի մարդկանց հերթական անգամ ցավում են, բայց այս միակ խումբը չի մարդկանց, ովքեր մոլորության մեջ են եղել, բազմաթիվ այլ խմբեր, նորից հիշեցնեմ, Սևազգեստ մայրերն են եղել, որ մոլորության մեջ են պայել, խաբել են, մի բանի համար, որ այդ մարդիկ փողոցում չլինեն։ Նույնն էլ այս խումբ մարդկանց իրենք ուղղակի չտեսնելու փողոցում չտեսնելու համար իրենք ուղղակի առաջարկեցին լսումներ, ինչի չգիտեին, Անդրանիկ Քոչարյանը 1000 տարվա քաղաքական process-ների մեջ կամ պետական մարմինների հետ աշխատող մարդ է, ինքը չգիտի, որ կա ժամկետներ, շատ լավ գիտի, որ կա ժամկետներ, կամ իրենց եթե պետք լիներ ինչ-որ բան ժամկետ տանց, ժամկետը բաց թողելով քննել, լսել, չէին անելու են։ Այդ երբ են սահմանադրություն պաշտպանել, այդ երբ են իրանք սահմանադրության կամ օրենքների մոլի երկրպագու եղել, երբեք։ Այդքան սահմանադրությունը ոտնահարող մարդ, ինչքան Նիկոլ Փաշինյանի թիմն է, ոչ մեկ չի եղել։ Երբեք մեր սահմանադրությունը այդքան ոտի տակ չի գնացել, ինչքան իրանց օրոք։ Սրա մեջ էլ ես համաձայն եմ, սրա մեջ կա հոգեբանական նաև մոտեցում, փորձում են մեր հասարակությանը բացատրել, որ ինչի պիտի փոխեն նաև այս սահմանադրությունը, որտեղ ոտի տակ ձեռի հետ գնացած է, ջրի բերած ջրի տարած սահմանադրությունը, դրա համար մենք պիտի ընդունենք այն սահմանադրությունը, որը մեզ կտա, չգիտեմ, ինչ կտա, բացի պատերազմից եւ իրավունքներից հրաժարումից ոչ մի բան չի տալու, բացի նվաստացումից, բացի հայկականության վերացումից, մեր ինքնության վերացումից ուրիշ ոչ մի բան չի տալու։ Ցավում եմ, բայց Հիմա տեսեք, դուք եւս եք քաղաքական ուժ եք ձևավորել, մասնակցում եք ընտրություններին, ուզում եք իշխանության գաք, փաստորեն ուզում եք պատերազմ բերեք մեր կողքին։ Բնականաբար ոչ, որևէ adekvat մարդ, որևէ քաղաքական ուժ, որևէ կին, մայր, երեխա ունեցող տղամարդ, որևէ մեկը պատերազմ չի ուզում, բայց պատերազմ չստանալու համար դու պիտի ճշգրիտ քայլեր իրականացնես, դու չես կարող քո իրավունքներից հրաժարվելու ճանապարհով գնալով ստանաս խաղաղություն, դա հնարավոր չի։ Այն տրամաբանությունը, որով առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, դա զրո երաշխիք է բերում մեզ պատերազմ չլինելու հարցում։ Շնորհակալություն։